Սիրված զորավար Անդրանիկ Օզանյանը հայտնի է իր փառահեղ ապտակներով։ Մասնավորապես զորավարից ապտակներ են ստացել գեներալներ Թրուխինին, Աբասյևը, Հովհաննես Բաղրամյանը, Անաստաս Միկոյանը, Աշխարհաբեկ Քալանթարյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն։ Ահա թե ինչու զորավարն ապտակեց 4-րդ բանակային կորպուսի զորահրամանատար գեներալ Թրուխինին 1915 թվականին։ Այն բանից հետո, երբ հրաման ստացվեց Վան Վասպուրականը թողնելու մասին, իբր թշնամու գերակշիռ ուժերի հարձակման պատճառով, առաջին կամավորական ջոկատի հրամանատար զորավար Անդրանիկը հեռագրով անմիջապես դիմեց Կովկասյան ճակատի շտաբի պետ Յուդենիչին, նշելով, որ ինքը իր կամավորներով և տեղի բնակչությամբ կարող է պաշտպանել Վանը, միայն թե իրեն ապահովեն զինամթերքով և լեռնային հրետանիով։ Յուդենիչը տվեց իր համաձայնությունը, բայց ահա նրա այդ հեռագիրը Թրուխինը թաքցրել էր։ Այդ մասին ահազանգ տվեց Թրուխինի համհարս կապիտան Արշակ Շախնատունին։ Հետևեց Անդրանիկի ապտակը։ Սկսվեց Վասպուրականի բնակչության մոտ 100,000 մարդու աղետալի նահանջը։ Հուլիսի 31-ին Վասպուրականի լեռներում ձյուն եկավ։ Երեխաների զգալի մասը մահացավ։ Շուրջ 500 երեխայի փրկեցին ռուս կազակները։ Յուրաքանչյուրը իր յապոնջու տակ դուրս բերեց մի երեխայի։ Հակառակ ռուսական զորքի նահանջն իրականացնող գեներալ լեյտենանտ Աբասյևի հրամանի ոչ մի աջակցություն բնակչությանը։ Հայերին ատող այս գեներալը նույնպես իրենը ստացավ։ Զորավարը հայոյեց գեներալի ուսանոցն ու սադիրները, սա արդեն ավելին էր։ Չլիներ ռուս կազակների և կազակ գեներալ Պիչերախովի աջակցությունը, զորավարն անպայման կկանգներ ռազմական տրիբունալի առաջ։ Զորավարի ապտակն ինձ մարշալ դարձրեց։ Մարշալ Հովհաննես Բաղրամյանը զորավար Անդրանիկի մասին։ 1918 թվականի մարտին Սարիղանիշի Խորասան գյուղի մոտ մեր ջոկատը կանգ առավ Կարճատև հանգստի։ Էրզրումից նահանջում էր զորավար Անդրանիկը ավելի քան 15,000 գաղթականներով։ Առավոտ շուտ ինձ դուրս կանչեցին։ Զորավարը խոժոռ հայացքով նայեց ինձ ու ապտակեց։ Կորնետ Վանո, քո այդ 30 զինվորները իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում։ Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով։ Գնակարգի բեր քո էսկադրոնը։ Ցավալի էր, 1918 թվականի գարնանը ամենուրեք կարելի էր լսել։ Թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է մենք ինչքան կռվեցինք։ Զորավարի ապտակը ինձ մարշալ դարձրեց։ Ոչ մի պարագայում չի կարելի հայրենիքից նեղանալ։ 1917 թվական, Թիվլիս։ Սոլոլակ թաղամասի սրճարանում եռուզեռ էր, երբ ներս մտան զորավար Անդրանիկն ու իր թիկնապահ, նշանավոր գրող Վահան Թոթովենցը։ Բոլորը հարգանքով լռեցին, իսկ զորավարի վաղեմի բարեկամը Ռոստոմ Զորյանը առաջ եկավ և ողջագուրվեց։ Բայց այդ պահին կողքի սեղանից լսվեց արդեն գինովցած Շիրվանզադեի ձայնը։ Հը, զորավար, փրկեցիր Արևմտյան Հայաստանը։ Հետևեց Անդրանիկի շարաչուն ապտակը և Շիրվանզադեն հայտնվեց հատակին։ Ներող եղիր, զորավար, գինով է։ Անդրանիկին դիմեց Շիրվանզադեի մորաքրոջ տղան, նշանավոր դերասան Հովհաննես Աբելյանը, և իր հուժկու բազուկներով դուրս բերեց գրողին։ Ուրիշ աղբյուրների համաձայն զորավարի ապտակի պատճառն այլ էր։ Շիրվանզադեն կոպիտ արտահայտություն էր իրեն թույլ տվել, նշելով. Ինչու թուրքերը չսպանեցին բոլոր թրքահայերը։ Այս պատմությունից հայտնի է նաև, որ անախորժությունը հարթելու համար Շիրվանզադեն դիմել է Հովհաննես Թումանյանին։ Իր նամակներից մեկում նա գրել է. Հովհաննես, այս տխուր պատմության մեջ ինձ համար ամենացավալին կլինի այն, եթե ինձ ճանաչող մարդիկ գեթ մի վայրկյան հավատան, որ ես ընդունակ եմ իմ թրքահայ եղբայրներին վիրավորելու։
Անդրադառնալով այս պատմությանը Շիրվանզադեն նշել է, որ ընդհարումը տեղի է ունեցել իր չհասկացված արտահայտության պատճառով։ Այսչեք հետագայում Զորավարն ու Շիրվանզադեն հաշտվեցին։ Այս մասին հիշատակումներ չկան։